Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը, որպես Հայաստանի ու եվրոպական եւ արևմտյան գործընկերների միջև ռազմավարական գործակցության ամրապնդման կարևոր հանգրվան։ Նրա խոսքով այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին եւ խաղաղության գործընթացին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համար։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Կանադայի օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձում վարչապետը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանը եւ խորացմանը։ Վարչապետն ընդգծել է, որ առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նաեւ Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին եւ զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ գործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերը շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը, որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային գործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության հետ։ Ավելի վաղ Ադրբեջանի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում ձերբակալել գործակալության երկու աշխատակցի, որոնք ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Սպուտնիկ Ադրբեջանի գործունեությունը հանրապետությունում դադարեցվել էր դեռ փետրվարին, սակայն գերատեսչությունը տեղեկություն է ստացել, թե հրատարակչությունը գործունեությունը շարունակում է անօրինական ֆինանսավորման հիման վրա։